Դերասան Խորեն Լևոնյանի և դերասանուհի երգչուհի Էմմա Ազիզյանի հարսանեկան հանդիսությունը դարձավ տարվա ամենավառ իրադարձություններից մեկը, համացանցում առաջացնելով իսկական իրարանցում։ Սրահը ձևավորված տոնական, գեղեցիկ և իհարկե ճաշակով։ Բյուրեղյա ջահերը և սալոնային լուսավորությունը ստեղծում էին հեքիաթային միջավայր, միաժամանակ բարձրաճաշակ և հարմարավետ տաղավարի կենտրոնում ճոխ ծաղկային կամարների տակ զարդարված էր հարսանեկան ողջ մթնոլորտը։ Ներկա էին ոչ միայն զույգի ընտանիքի անդամները և մտերիմները, այլև բազմաթիվ հայտնի հյուրեր, դերասաններ, երաժիշտներ, մշակույթի գործիչներ, յուրաքանչյուր հյուր կարծես հանդիսության բնական շարունակությունն էր շքեղ զգեստներով, հարգալից ու ջերմ ներկայությամբ։ Նրանք եկել էին ոչ թե պարզապես ներկա լինելու, այլ սրտանց կիսելու Խորենի և Էմմայի երջանիկ պահերը։ Իսկ տորթի կտրելու պահը թերևս հանդիսության ամենախորհրդանշական և հուզիչ պահերից մեկն էր։ Խորենն ու Էմման միասին մոտեցան փառահեղ ձևավորված, բայց չափազանց համեստ տորթին, ընտրելով մի տարբերակ, որը լիովին արտացոլում էր իրենց բնավորությունը։ Այո, ի տարբերություն շատ հայ հայտնիների, ովքեր երբեմն փորձում են տպավորել չափազանցության կամ ցուցադրականության միջոցով, նրանք ընտրել էին նրբագեղ, հասարակ տորթ մեղմ գունային լուծումներով, զարդարված մրգերով։ Նշենք, որ տորթի հեղինակը Մարինե Ենոքյանն է։ Կտրելու պահը զուգակցվեց նուրբ երաժշտությամբ, ժպիտներով ու աչքի տակ փայլող արցունքներով։ Զույգը մի ձեռքում դանակը, մյուս ձեռքում միմյանց պահած միասին կտրեցին առաջին կտորը։ Տորթի համը ըստ հյուրերի վկայության անգերազանցելի էր՝ քնքուշ, նուրբ սերուցքային շերտեր և նրբահամ վանիլային նոտաներ, որոնք համադրված էին մրգային թարմությամբ։ Շատերը նույնիսկ վերադառնում էին երկրորդ կտորների համար, չկարողանալով հրաժարվել այդ քաղցրության կախարդանքից։ Այս հարսանիքը դարձավ մի եզակի օր, որտեղ սերը, արվեստը, հարգանքը և ազգային մշակույթը միաձուլվեցին մեկ տարածքում, միացնելով անցյալն ու ներկան, ճանաչվածները և հասարակ մարդիկ, ոգեղենությունն ու իրականությունը։ Խորեն Լևոնյանն ու Էմմա Ազիզյանն ընտրեցին ճաշակով ապրելու և սիրելու ուղին՝ վստահ ու հուզիչ։ Այսօր ամուսնանում են տաղանդավոր ու սիրված դերասան Խորեն Լևոնյանն ու նորահայտ դերասանուհի, երգիչ Էմմա Ազիզյանը։ Էմմա Ազիզյանը թատրոնի և հեռուստատեսության դերասանուհիներից է, ովքեր իրենց ներկայությամբ էկրանին հաղորդում են լույս, նրբություն ու հմայք։ Նրանք երկուսն էլ առաջին անգամ միասին հանդես եկան «Հոթել Գրանդ 3» հումորային սիթքոմում, որտեղ Էմման մերմնավորում էր Ծովիկի կերպարը։ Սա դեր էր, որն անմիջապես դարձավ սիրված, իսկ Էմմայի կատարողականն առանձնացավ յուրահատուկ բնականությամբ և խարիզմայով։ Ծովիկը համարձակ, հետաքրքիր, երբեմն միամիտ, բայց ներքին ուժով լեցուն հերոսուհի էր։ Դերասանուհին նկարահանվել է նաև հանրային հեռուստաընկերության 4 երազանքում, որտեղ նրա դերակատարմանը յուրահատուկ մոտեցում, նոր շունչ հաղորդեց նախագծին։ Բացի բեմից ու էկրանից, Էմմա Ազիզյանը մշտապես բաց է նոր փորձառությունների համար։ Նա սիրում է ճանապարհորդել ճանապարհներն ու նոր վայրերը նրա համար պարզապես զբոսանքներ չեն, դրանք ներշնչանքի աղբյուր են, ստեղծագործ մի տարածք, որտեղ կարող է բացահայտել իրեն որպես կին, արվեստագետ և աշխարհը սիրող անհատ։ Նրա սոցիալական հարթակները հաճախ զարդարված են լուսանկարներով տարբեր երկրներից, որտեղ Էմման ներկայանում է ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես էմոցիա կրող արվեստագետ։ Իսկ նրա երաժշտական ունակությունների մասին խոսելը անպայման է։ Էմման հրաշալի կերպով հանդես է եկել հանրահայտ երգ-երգոց հաղորդման շրջանակներում, երգելով տարբեր երգեր։ Ի դեպ, հենց այս հաղորդման վարողը Խորեն Լևոնյանն է։ Զույգի համատեղ ներկայությունը ծրագրում աննկատ չէր մնացել, նրանց միջև եղած կապը զգացվում էր էկրանից։ Էմմայի ձայնը մեղմ է, հոգեհույզ, առանց ցուցադրականության։ Նրա կատարումները երբեք միտված չեն տպավորել, դրանք ուղղակի հոսում են սրտից, և հենց դա է պատճառը, որ լսվում են հիացմունքով։ Այսօր, երբ նա և Խորեն Լևոնյանը միասին սկսել են կյանքի նոր փուլ, ամուսնական կապով միանալով, հասարակությունը նրանց մեջ տեսնում է ոչ միայն սիրահար զույգ, այլ նաև համերաշխ, ստեղծագործական միություն, որը կարող է նոր և արժեքավոր բան բերել հայկական մշակույթին։ Նրանց սերը սկսվել է արվեստից, սրվել է փոխադարձ հարգանքով և ավարտվել ընդամենը
Սկսվելով նոր փուլով, Էմմա Ազիզյանը շարունակում է ապացուցել, որ ժամանակակից հայկինը կարող է լինել միաժամանակ ուժեղ, նրբաճաշակ, ստեղծագործ և սիրող։ Նա այն անձանցից է, ովքեր չեն փորձում բարձրաձայնել իրենց արժեքը, պարզապես ապրում են այն այնպես, որ աննկատ չես կարող թողնել։ Խորեն Լևոնյանի անունը սերտորեն կապված է հայկական թատրոնի և հեռուստատեսության վերջին տասնամյակների պատմության հետ։ Նա այն դերասաններից է, որոնց անունը հնչում է հարգանքով, իսկ ներկայությունն ընդունվում մեծ սպասումով։ Նրա գործունեությունը ծավալվել է ոչ միայն որպես դերասան, այլ նաև հաղորդավար, արվեստի երախտավոր և մշակութային գործիչ, ով արվեստը մշտապես կրում է իր մտածողության, վարքի և նույնիսկ ամենօրյա կեցության մեջ։ Խորեն Լևոնյանը ծնվել է թատերական ընտանիքում։ Նրա պապը, լեգենդար դերասան Խորեն Աբրահամյանը, պատկանում է հայ մշակույթի ոսկե սերնդին, և այդ մեծ անունը պատիվ լինելուց զատ նաև պատասխանատվություն էր։ Խորենը կարողացավ ոչ միայն պահպանել այդ պատվի զգացումը, այլև արժանավայել կերպով շարունակել այդ ժառանգությունը, միաժամանակ ձևավորելով իր ուրույն ոճը, մտածելակերպն ու դերասանական լեզուն։ Նրա գործունեությունն ընդգրկել է թատրոն, կինո, հեռուստասերիալներ, երաժշտական նախագծեր։ Նա չի սահմանափակվում մեկ ձևաչափով։ Իր խաղով նա կարող է լինել հուզիչ, հումորային, խիստ կամ նրբանկատ, կախված կերպարից ու իրավիճակից։ Նրա արտահայտչականությունը երբեք չի դառնում չափազանցված, որովհետև Խորենն առաջին հերթին մտածող դերասան է, ոչ թե խաղացող։ Երկար տարիներ է, ինչ Խորեն Լևոնյանը հանդիսանում է սիրված երգ-երգոց հաղորդման հաղորդավարը։ Այդ դերը միայն ներկայացնել չէ, դա մշակույթ ներկայացնել է, ազգային ինքնության մասին խոսել սերունդ առ սերունդ։ Նրա վարումը կշռադատված, նրբազգաց ու միշտ բարձր մշակութային մակարդակի վրա ցույց է տալիս, որքան մեծ պատասխանատվությամբ է նա մոտենում ցանկացած նախագծի։ Բացի արվեստից, Խորեն Լևոնյանն ունի նաև ուժեղ արժեքային համակարգ։ Նա մշտապես արտահայտվել է ընտանիքի, ավանդույթների, հայրենիքի, մշակույթի պահպանման կարևորության մասին։ Դեռ տարիներ առաջ նա խոստովանել էր, որ իր կյանքի ուղին անփոփոխ կապված է Հայաստանի հետ, անկախ որևէ հանգամանքից։ Իսկ վերջին շրջանում հանրությունը նորովի սկսեց հետևել նրան Էմմա Ազիզյանի հետ սիրային կապի և այսօր կայացած հարսանիքի ֆոնին։ Զույգը ներկայացավ որպես գեղեցիկ միություն ոչ միայն իբրև սիրահարներ, այլ նաև որպես ստեղծագործ և փոխլրացնող գործընկերներ։ Նրանց սերը սկսվել է նկարահանման հրապարակում, սակայն շարունակվել է անկեղծությամբ, հարգանքով ու մարդկային խոր շփումով։ Այսօր Խորեն Լևոնյանը ոչ միայն դերասան է, այլև ուսուցիչ, օրինակ, խորհրդանիշ երիտասարդ սերնդի համար։ Նա այն մարդկանցից է, ովքեր չեն փնտրում բարձր խոսքեր, պարզապես ապրում են այնպես, որ դրանց կարիքը չլինի։ Նրա